Լույսը բարի է, օրը բարի է, թանկագիներս, լավ օր եմ մաղթում ձեզ, շարունակում ենք մեր ամենօրյա խոսքը, կարդում եմ Ծննդոց 1:14-ը, Տերը շարունակում է իր ստեղծագործական մտածելակերպով անել ամեն բան, որ մեզ համար լավ բաներ ստեղծի եւ մենք տեսնում ենք այստեղ խոսում է, որ լուսավորներ ստեղծեց նպատակի համար եւ Աստված ասեց լուսավորներ լինեն, երկնքի հաստատությունումը, որ ցերեկը գիշերից է բաժանեն եւ նշանների եւ ժամանակների եւ օրերի եւ տարիների համար լինեն եւ լուսավորներ լինեն երկնքի հաստատությունումը, որ երկրի վրա լույս տան եւ այսպես եղավ եւ Աստված երկու մեծ լուսավորներ շինեց, մեծ լուսավորը ցերեկին իշխելու համար եւ փոքր լուսավորը գիշերին իշխելու համար եւ աստղերը եւ Աստված նրանց դրավ երկնքի հաստատությունումը եւ երկրի վրա լույս տան եւ ցերեկի եւ գիշերի վրա իշխեն եւ լույսը խավարից բաժանեն եւ Աստված տեսավ որ բարի է ամեն Աստված ստեղծեց սիրելիներս լուսատուները ամեն բաները եւ հաստատություն արեց հաստատեց սիրելիս երբ որ սկզբում մենք կարդացինք որ Աստված ասեց լույս լինի եւ լույս եղավ դա առաջին օրն է դա հոգեվոր բան էր եւ Պողոսը մեկնաբանում է այսպես երբ որ Աստված ասեց լույս լինի այդ լույսը մեր սրտերում ծագեց Հիսուս Քրիստոսի ձեռքովը իհարկե ֆիզիկական է լավ է մեր ամեն ապրելակերպի համար Աստված լուսատուներ է ստեղծել բայց հոգեվորի համար էլ Քրիստոս Հիսուսով թող լուսավորվի մեր ներսը եւ Քրիստոս Հիսուսով թող լուսավորվի նաեւ մեր ներսից դուրսը Տերը օրհնի եւ այդ ժամանակը լինի իրոք օրը բարի է բարի օր եմ մաղթում բոլորիս